Երուսաղեմ։ Գրես, որ ես ստեղ չեմ ըլնի, խոս գրես։ Ես մեկ, ես կեզ։ Ամյակ կանֆետել էի կեզ բերել, արջա, ես կանֆետել էի։ Ես էդ կեզ։ Եվ մի հատ պոցման յուղ եմ բերել կեզ։ Սիրելի քույրերս, եղբայրներս, ամենքը չի, որ իրավունք ունի յուղով օծելու, էդ հիշեք։ Ամենքին չի տրված, եթե հովիվը թույլ է տալիս մեկին օծի, ուրեմն այդ մարդը ունի այդ իշխանությունը յուղով օծելու, ունի այդ իշխանությունը մարդկանց համար աղոթելու։ Ես քեզ եմ հանձնում, Ահարոն ջան, դա մեծ պատիվ է քեզ համար։ Եվ այս ամեն ինչը Արամ եղբորը գրիչը քեզ, Արամ ջան, ծափարեք, խնդրում եմ կապելը եւ քո յուղը։ Քո օծման յուղն էլ ստեղ է։ Վերցու խնդրեմ, ես ցելոֆոնը բանը վերցրու։ Տերը օրհնի ձեզ, սիրելիներս, հիմա անցնենք ծառայությանը։ Խնդրում եմ լույսերը անջատեք։ Ես այսօր մի քանի բան եմ ցույց տալու ձեզ։ Հեռախոսս որտեղ է, Արամ։ Հələ դուր։ Կփորձեմ թեման Իսրայելն է լինելու, նենց չի որ դուք չգիտեք։ Ինչով լծված եմ այդ մասին կխոսեմ, էլի։ Ինչ հայտնություններ եմ առել, ձեզ հետ ուզում եմ կիսվեմ իմ հայտնություններով Իսրայելից։ Շատ տեղեր գնացի, շատ տեղեր այցելեցի, այնպիսի տեղեր, որ ես իմ շատերը կուզենային այդտեղ լինեն, շատերը մեծ գումարներ կտային, որ լինեն այդ տեղերում, բայց Աստված ինձ տարավ այդ տեղերը։ Առաջի տեղը, որի մասին ուզում եմ խոսամ, դա Ծննդոցում Աբրահամի 23-րդ գլուխ 16 խոսք։ Խնդրեմ բացեք ես։ Եվ Աբրահամը լսեց Եփրոնին, եւ Աբրահամը կշռեց արծաթը, Եփրոնին տվավ, ինչպես նա քետի որդկանց առաջին խոսել էր, այսինքն 400 սիկլ արծաթ վաճառականների մեջ անցնող, եւ հաստատվեցավ Եփրոնի արտը, որ Մապեայում էր, Մամբրեի դաշտում, տրվեց Աբրահամին։ Ես ձենը կարաս կտրես, Դավիթ ջան, մի քիչ խանգարում է։ Աբրահամի վրա իբրև ստացվածք ծախվեց քետի որդկանց աչքի առաջին եւ ամենի առաջին, որ նրան քաղաքի դռներումն էին, եւ սրանցից հետո Աբրահամը իր կին Սարային թաղեց Մամբրեի դաշտումը, Մամբրեի արտի անկյունում, որը կոչվում էր Քեբրոն, Քանանի երկիր։ Չգիտեմ կգտնի Դավիթը թե չէ, այդ տեղը, որ նկարով ցույց տամ, ես գնացի այդ տեղը, որտեղ Աբրահամը գնեց ու թաղեց իր կնոջը։ Գիտեք ինչ էր, մի մեծ պարիսպա, որ կխնդրեմ Դավիթը տնի, առաջինը դե մեր գնալն է, այդ էլ կարակ տնես նայենք, բայց այն տեղը, որտեղ որ դարպասները, հələ էսի Չէ, այս բանն է, այս չի, Դավիթ ջան, այն մյուսը, որ մտնում է Ուրեմն գիտեք ինչ արեց ինքը, ես ուզում եմ պատմեմ, էլի, որ դա պատիվ էր իր կնոջ, իր ընտանիքին։ Ինքը պատվեց եւ իր ամբողջ սերունդը, որ մենք ասում ենք, ինչի պետքա օրհնենք Աբրահամի սերունդը, ինչի պետքա օրհնենք Աբրահամի երկիրը, այսինքն հրյաներին։ Ինչ տարբերություն, հրյա են, հույն են, գոյություն չունի, հրյա մարդ են, չէ, տենց չի։ Աստված իրանց ընտրեց, յուրահատուկ ձևով առանձնացրեց։ Աբրահամը իր կնոջը թաղեց եւ մենք ասում ենք Աբրահամի, Հակոբի եւ Իսահակի Աստված։ Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստված։ Ինչի այս երեքը իրանք սերունդներ են։ Եվ այդ երեքի գերեզմանները այդ նույն տեղում է, այդ դաշտի մեջ է։ Բայց դա առնվեց իր կնոջ համար։ Ես չգիտեմ, ես կանգնած եմ ու հասկանում եմ, թե այդ ինչ մեծ պատիվ, իր այդ հողը իրան նվեր են տվել։ Բայց ինքը կշռեց, հողը տվեց ու ասեց, ես գերեզմանը նվեր չեմ առնի։
ես ուզում եմ փողը տամ ու առնեմ այդ գերեզմանը։ Չէ, Դավիթ ջան։ Լավ։ Բեր կամած կդնես, հետո խոսամ ես պաստորեն, հետո կաս ցույց կտամ նկարները։ Ինչ հասկացա։ Հասկացա, որ երբ որ մարդու կյանքում նրա կողքին կանգնած, հասկանում եք ինչ տեսակի ծանրություն, ինչ տեսակի նեղություն անցավ Աբրահամը։ Ես այդ հասկացա տեղ։ Նեղություն այնպիսի, որ մի տարի երեխա չկա, 2 տարի երեխա չկա, 5 տարի երեխա չկա, 10 տարի երեխա չկա, ինքը աշխարհի հարուստ մարդն է։ Եվ չունի երեխա։ Եվ այս մարդը տարիներ իր հետ քայլում է։ Չթողեց իր կնոջը։ Կինն էլ չթողեց իր։ Կինը միտեղ ինչ-որ ասեց լավ, Աստված քեզ խոսք է տվել, բայց ես չեմ ունենում երեխա։ Արի քո ծառայի միջոցով երեխա ունեցի։ Որ մեկի կինն է ասում, արի մի ուրիշի միջոցով ինձ համար երեխա ունեցի։ Հեն կանայք։ Բայց այդ Աստծո ծրագիրը չէր, այդ Աստծո պլանը չէր։ Աստված ասել էր, որ դու քո կնոջից երեխա կունենաս։ Հավատարիմ Աբրահամը հավատարիմ մինչև վերջ 90 տարի սպասեց իր երեխային, 90 տարի իր կնոջ հետ միասին։ Ինչ նեղություններ անցավ, ինչ դժվարություններ անցավ, ու ես տեսա, որ իրանց այս միաբանությունը չքանդվեց։ Լսել եք հեչ, որ ասում է, երեխա չի ունեցավ, ճամփի թող էտա մի ուրիշին արդ թող երեխա ունենա։ Լսել եք, չէ՞։ Մի անգամ չեք լսել, չէ՞, տենց բան։ Դուք հասկանում եք, այս ինչ հավատարմություն էր, որ ինքը պահեց մինչև վերջ։ Ինքը պահեց եւ կինը պահեց եւ շատ սիրում էր իր կնոջը եւ պատիվ արեց իր կնոջ համար առավ գերեզման, որը հետագայում դարձավ հենց իր գերեզմանը։ Հետագայում դարձավ իր գերեզմանը։ Եվ այն երեխան, որ ծնվեց Աբրահամից, իր ծառայից, Իսմայիլը, դա դարձավ արաբական աշխարհի հայրը։ Աստված ասեց, ոչինչ, որ արդեն քո սեր մնա, քո սերունդը նա, ես իրանց չեմ կոտորել, ես իրանց կպահեմ։ Այսօր արաբական աշխարհը իրանց թշնամին է, բայց երկուսն էլ աղբեր են, հրեաները եւ արաբները եղբայրներ են։ Եվ մեծը կարելի ասել, հենց արաբական աշխարհի հայրն է Իսմայիլն է։ Պատկերացնում եք, Իսմայիլի խնայեց Աստված, չկպավ Իսմայիլին, պահեց Իսմայիլին, բայց այսօր Իսմայիլը ոնց որ ատում է հրեաներին։ Ես այս տեսա այդ ատելությունը Իսմայիլի ու արաբների ու հրեաների մեջ։ Պատկերացրեք Ռաստովը, այս մի թաղամասը հայեր են, այն մի թաղամասը թուրքեր են։ Այդ տենց բաժանված է Իսրայելը թաղը։ Այս թաղը թուրք է, այս թաղը հայ է, ասենք, այս թաղը հրեա է, այն մի թաղամասը արաբներ են։ Եվ այդ թշնամությունը մենակ այդ գերեզմանի մոտ իրանք իրար չէին կպնում։ Այդ գերեզմանի մոտ մենք կանգնած էինք, գալիս էին արաբները, գալիս էին հրեաները։ Երկուսի հայրն էր, պատկերացնում եք։ Ու այդ հոր միջոցով հաշտությունը գալիս է երկու աղբերների մեջ, որովհետև իրանց մեջ այդ նույն արյունն էր։ Ես այդ տեսա այնտեղ։ Այդ եմ կիսվում ձեզ հետ, որ տեսա այդ երկուսի մեջ հոր արյունը։ Այտենց էլ Աստված մեր կյանքի մեջ։ Արևշատ ջան, խնդրեմ ասա, Ռոմանը քո եղբայրն է թե չէ։ Հա, իրան կարաս ասես, իմ եղբայրն է։ Կարանք ասենք Սուսան քույր, որ ասում են քույր, Արամ ջան, դու կարաս ասես Սուսան քույր։ Ինչի է քո քույրը։ Ինչ ում միջոցով ես դու քույրը։ Ուրեմն բանակում եմ, մեկ էլ տեսնամ մեկը ասես քթիտակ երգում է։ Հիսուս հավաքեց հայերին որ իա։ Ջուտո, ասեմ ջուտորը դու հավատացյալ ես։ Հա, փաթաթվել ենք։ Հիմա մեր սաղ այդ ռոպտի ժողովուրդը ասում են, բարեկամ եք, հմի նայում ենք իրար, դե առաջի անգամ եք տեսնում։ Ինչ բարեկամ, ասենք հա բայջ եք, որ կողմից եք բարեկամ, ասեմ հերական կողմից եք բարեկամ,
Հիմա հոր կողմից ես բարեկամ, որ կարող ես քույր ասես։ Հոր կողմից ես բարեկամ, որ եղբայր ես ասում, հասկանում ես։ Ես այդ տեսա, երկու թշնամիների մեջ ես տեսա, որ կա մի հատ միացնող օղակ, որն է Հայր Աստված։ Եվ եթե մի հատ թուրք ապաշխարի գա նստի, ստեղ դա դառնալու է քո եղբայրը, դու գիտես։ Մի հատ թուրք կին ապաշխարի դա դառնալու է քո քույրը, որտեղ նա ընդունեց Հիսուսին։ Եվ այս ամենը ես տեսա այնտեղ, այս հայտնությունը առա այնտեղ։ Շարունակենք, գնանք առաջ։ Ուրեմն Ղուկաս առաջի գլուխ, երկրորդ, սա առաջին աշխարհագրի օրերն էր, Հիսուսի ծննդյան մասին է այստեղ խոսում։ Առաջի գլուխ, չէ, երկրորդ գլուխ 2-ից 9։ Սա առաջի աշխարհագիրը եղավ Կյուրիոս Սիրիայի թագավորի կուսակալի ժամանակներով եւ ամենքը գնում էին իրենց գրվելու եւ ամեն մեկը իր քաղաքներ մեկնում։ Հովսեփն էր Գալիլեայից Նազարեթ քաղաքը գնաց Հիսուսի Դավթի քաղաքը եւ Բեթլեհեմ կոչվող տեղը, որովհետեւ նա Դավթի տանիցն էր եւ ազգիցն էր, որ գրված էր եւ Մարիամն էլ հղի էր եւ եղավ, երբ որ նրանք այնտեղ էին, նրա ծնվելու օրերը եկավ եւ լրացավ եւ իր անդրանիկ որդին ծնվեց եւ պատվեց խանձարուրով եւ մսուրի մեջ դրվեց, որովհետեւ այն իջևանը, որտեղ նա իջավ նրանց համար եւ այդտեղում հովիվներ կային եւ այդ հովիվները եկան ու տեսան։ Այդ պատմությունը դուք բոլորդ գիտեք։ Դավիթ, հիմա նկարները դիր, ես երևի նկարներով կխոսամ արդեն, ես չեմ կարդա արդեն։ Բեթլեհեմ այդ այն քաղաքն է, որտեղ մենք գնացինք ու մնում էինք այդ քաղաքում։ Բայց հետաքրքիր էր, որ Բեթլեհեմում մեր ծրագրի մեջ չկար այս Բեթլեհեմի այցելել Բեթլեհեմի տաճարը։ Այս մենք գնում ենք, այս մենք ճանապարհին ենք։ Հա, շարժի առաջ, գնա առաջ։ Այս իջանք օդանավակայանում ենք այնտեղ, գնա առաջ, Դավիթ ջան։ Այս լացի պատն է, կոչվում է լացի պատ, որ քանդվել է Դավիթի Սողոմոնի սարքած տաճարը, որ սարքեց, առաջի պարիսպ գոյություն ունի։ Սա առաջի պարիսպն է։ Այս պատի այն կողմը արաբներն են։ Այս կողմը հրեաներն են։ Այս մի քաղաքի մեջ է։ Պատկերացնեք, պարիսպը շատ էլ մեծ չի։ Ստեղից մինչև Սոկոլ, ոնց որ տենց մի կլոր բան է։ Բայց այս պատի մեջ գտնվում են արաբները, պատի դուրս գտնվում են հրեաները։ Ոնց որ Արարատ սարն է մեզ համար, հարգելիներս, այտենց էլ այս լացի պատն է իրանց համար։ Այն կողմից էլ արաբներն են։ Չեն լացում նրանք, սրանք են լացում նրանք։ Ստեղ անցյալ անգամ գնալուց ես ձեր բոլորի անունները գրել եմ ու դրել եմ այս պատի մեջ։ Ստեղ ամեն օր հարյուրավոր, հազարավոր աղոթքներ է գնում։ Երեմն էլ իր աղոթքը արեց, իրան եմ նկարել, շարունակի գնա առաջ։ Հետ գնա։ Գերեզման էր, շատ արագ ես անում, այս Աբրահամի գերեզմանն է, նայեք, ժողովուրդ ջան, այս ներսի հատվածում է, մի շատյոր է, սենց մեծ շատյոր է ու իրա մեջ դրված է Աբրահամի գերեզմանը, և ստեղ գալիս էին և արաբները, և հրեաները, ասեմ, հոր արյունը միաբանում է մարդկանց, ես այդտեղից հայտնություն առա, որ Աստված, մեր Հայր Աստծով մենք միաբանված ենք, մեր Տեր ու Փրկիչ Հիսուսի արյունով մենք բաքրված ենք, Արևշատը մի քիչ կասկածելով ասեց եղբոր պահով, իր արյունակից եղբայրնով է Տիգրանն է, բայց ես քեզ ասեմ, ոչ պակաս արյունակից է նաև Արամը, ատենցա թե չէ, գիտես ինչով է, այդ որ արյունով, Հիսուսի արյունով, այդ նույն արյունը խմում է Արամը, այդ նույն արյունը վերցնում է Արևշատը, մենք այդ արյունով քույր եղբայրներ ենք, հասկանում եք, դրա համար մարդը որ ասում է, ես չեմ գալիս եկեղեցի, ինչ պարտադիր է, ես հավատում եմ, դու չես կարա Տիրոջ արյունը անարգես։
Դու չես ընդունում Տիրոջ արյունը այդ դեպքում։ Դու չես հասկանում, որ այդ արյունն է քեզ մաքրել, այդ արյունն է քեզ տվել եղբայր դառնալու Ռոմանի հետ, Ահարոնի հետ, քույր դառնալու մյուսների հետ։ Մենք արյունով միաբանված ենք։ Այս գերեզմանի մոտ կռիվ չկար։ Ուրիշ ամենտեղ կռիվ էր։ Բայց այստեղ բոլորը գալիս էին ու երկու թշնամի եղբայրները այստեղ միաբանվում էին, պատկերացնում եք, իրանց հայրն էլ է, նրանց հայրն էլ է, երկուսն էլ հայր էին ասում։ Ես հասկացա էլ եմ ասում, հայտնությունս այն էր, որ այտենց էլ մենք հաշտվում ենք Տիրոջ հետ ու Աստված իր արյունը, Հիսուսը իր արյունը տալիս է քեզ համար եւ ինձ համար եւ դու դառնում ես իր ընտանիքի մի մասը։ Այսօր տեսակ մկրտվեցին, տվեցին մկրտության փաստաթղթերը, նա դարձավ քո եղբայրը, Սամվելը իմ եղբայրը։ Շարունակի, խնդրեմ, գնանք առաջ, երևի հենց բանով կխոսեմ արդեն։ Այս Երիխոնի սարն է, Ձիթենյաց լեռը, որտեղից երևում է համբարյա ամբողջ քաղաքը, եւ ստեղից աղոթք է բարձանում ամբողջ Երուսաղեմի համար, ստեղ կառուցված է աղոթքի տուն մեր եկեղեցու, ասեմ ձեզ, Իսրայելում շատ քիչ է մեր եկեղեցիները, ընդհանրապես, ավետարանական եկեղեցիները շատ քիչ են, առաքելական եկեղեցիները շատ կան, մեր առաքելական եկեղեցիները շատ են, ռուսական ուղղափառ կա, կաթոլիկ եկեղեցին կա, հունական եկեղեցի կա, տարբեր ազգեր ունեն իրենց եկեղեցիները, էֆիոպացիներն ունեն իրենց եկեղեցիները, շատ հին ազգ են, բայց ստեղ կոնկրետ առել են մեր ավետարանական եկեղեցու ժողովուրդը եւ ստեղից 24 ժամ աղոթքա բարձրանում բանի համար, ասեմ քեզ, Իսրայելի համար եւ ամբողջ հավատացյալների համար։ Խոսքը ասում է, որ երկրորդ անգամ, երբ որ Տերը գալի է այս սարի վրա, հետո մտնելու է տաճար։ Տաճարի տեղն էլ ցույց կտամ, անցի առաջ Դավիթ ջան, եթե այդ սրա հերթականությունով ես գնում, անցի առաջ։ Հա, հենց այդ տեղն էր, որտեղ շեփորներ են տեսնում տարբեր մարդիկ են, ստեղ է գտնվել Մարիամի, Մարթայի տունը։ Հիշում եք Մարիամ ու Մարթան, հիշում ես Ռոման ջան, չես հիշում, չէ՞։ Ղազարոսին հիշում ես, որ մահացավ, Հիսուսը աղոթեց, հարություն արավ։ Այդ իրանց աղբերն էր։ Ստեղ է գտնվել այդ տունը, որտեղ Հիսուսը որպես մարդ, հլտես, ես ստեղից ինչ հայտնություն ստացա։ Հիսուսը որպես մարդ, ոչ թե որպես Աստված, որ հրաշքներ էր անում։ Մարդն էր, մենք էլ որպես հոգևորներ կարիք ունենք հանգստության, հանգստանալու կարիք ունենք։ Դուք գիտեք, որ Մարիամի, Մարթայի, Ղազարոսի տունը իր հանգստյան տունն էր։ Գալիս էր այդտեղ, Մարթան ինչ էր տալիս, ուտելիք էր սարքում, ուտելիք էր տալիս։ Մարիամն էլ տալիս էր, նստած լսում էր։ Ղազարոսն էլ իր անկերն էր։ Կա տուն, որ դու գնում ես ու դու քեզ շատ հարազատ ես զգում, հանգիստ ես զգում, կա տես տուն, թե չէ։ Գիտես, որ այս տունը դրանցից մեկն է։ Եկեղեցին այդ տներից մեկն է։ Համոզված եմ շատերիդ համար եկեղեցի շատ կարևոր տեղ է։ Ես քեզ ասեմ, Հիսուսի համար շատ կարևոր տեղերից մեկը Մարիամի Մարթայի տունն էր։ Հանգստանում էր, մարդը պրոստը նստում էր, հաց էր ուտում, խոսում էր հետները։ Դրա համար էլ, երբ որ Ղազարոսին մի բան եղավ, լացեց։ Ինչքան էր սիրում եկեղեցին, ինչքան էր սիրում իր տունը, ինչքան էր սիրում այդ մարդկանց, երբ որ լսեց Ղազարոսը մահացավ, լացեց։ Աստված լինելով, մարդ լինելով, լացեց։ Եվ այս տունը հանգստյան տուն եղավ։ Սիրելիս, ընենց արա, ես հայտնություն առա, որ ձեզ հետ կիսվեմ, որ քո տունը մեկի համար հանգստյան տուն լինի։ Որ մեկը գա քո տուն հանգստանա։ Գա մտնի քո տուն, ասի, այս ինչ հանգիստ կթա ձեր տունը։ Անահիտ ուր ես, հանգստյան տուն արա քո տունը։ Տիգրան, հանգստյան տուն արա քո տունը։ Արամ, հանգստյան տուն արա քո տունը, ընենց, որ մարդիկ ուզենան գան համ հոգևոր
կերակուր ուտեն։ Գիտես ինչի հանգստյան տուն, որտեղ այնտեղ Մարիամի հետ հոգևոր էր խոսում, Մարթան էլ ֆիզիկական էլ հաց էր տալիս, հասկանում եք։ Արա քո տունը հանգստյան տուն, որ մարդը գա, քեզ հետ հոգևոր բան խոսա։ Մարդիկ հոգու քաղցած են, հոգու քաղցուն են, կերակրի իրան հոգևոր, չկան դատարկություն խոսան։ Գա հոգևոր բան կերակրվի գնա։ Այն օրը Արմենենք են եկել մեր տուն, մինչև 1 անցքես չեն կարող գնանք, որտեղ այնքան հաճելի էր, այնքան լավ էր, երբ որ ինչ ասեմ, դուք սաղդ գիտեք, երբ որ մարդու հետ սկսում ես հոգևոր կերակուր ուտես, մի կտոր հաց կիսես իրար, դրանից երջանիկ բան չկա։ Ձեր տնային եկեղեցիներում դուք կվկայեք, որը տենց է։ Հենց սկսում եք խոսալ եւ հոգևոր, եւ շփում, եւ սեղանի մոտ, դրանից երջանիկ բան չկա։ Ահա Մարթայի ու բանի տունը շարունակի։ Այս արդեն Հորդանանն է, ժողովուրդ ջան։ Ստեղ փաստորեն ես կային մոտ 5-6 հովիվներ։ Ասեմ ձեզ, իրանց հետ ոնց որ ես գնամ մեր եկեղեցուց տանեմ մի քանի հոգի մկրտվողների ու ասենք Ռոմանը ուզենա Հորդանանում մկրտվի, օրինակ ուզում էր էլի տղան չտարամ այլ։ Հա, ու իրանք բերել էին իրանց հետ, իրանց եկեղեցուց մարդկանց որ մկրտվի, բայց ընենց էր ընդդում որ չգիտեմ, ամեն երեկոյան մենք հավաքվում էինք խմբով մոտ 25-30 հոգի ու ես միշտ հայտնություն ունեի։ Ամեն անգամ կիսվում էի, ասում էի, այ այս Աբրահամից էս ստացա, այ Մարթայից մոտից էս ստացա։ Ու նենց էր ընդնում, որ ես ամեն երեկոյան այնտեղ քարոզում էի։ Այս հովիվներն էլ հավաքվեցին, որ հաջորդ օրը պետք է գնանք մկրտության, ասի, լսի, կլինի դու մեր այս ժողովրդին մկրտես։ Արի ընտրեցին ինձ, որ ես մկրտեմ իրանց ժողովրդին, իրանց թույլտվությամբ, հովվի թույլտվությամբ։ Ընդհանրապես ես այս բան չեմ անում։ Ես ուրիշ ոչ մեկին չեմ մկրտում։ Մեր եկեղեցու այնքան լավ պետք է իմանամ, որ այդ մարդը գիտեք մերոնք արժանա, որ ես մկրտեմ։ Եթե դեռ պատրաստ չի, չեմ մկրտի, թող մի քանի տարի էլ մնա, իր համար թող մեծանա։ Բայց այդտեղ հովիվները վստահագիր տվեցին ինձ, ասացին, որ խնդրում ենք, իրանք պատրաստ են, իրանք եկել են, ես մենակ գործողությունն արեցի, բայց ինձ համար դա մի յուրահատուկ բան էր։ Երբ որ իջնում ես այդտեղ ու հասկանում ես, ստեղ մկրտելա Հովհաննես մկրտիչը Հիսուսին։ Ինչ ասեմ, դրանք այդ իմ անձնական ապրումներն էին, որ այստեղ մկրտեցինք, շարունակի խնդրեմ հեսա այստեղ խմբի անդամներն են հիմնական, մկրտվողներն են 6-7 հոգի, տենց շարունակի։ Այս արդեն ես թաց դուրս եմ եկել ջրից, Սաշանել չորա, վերջ որոշեցիք փաթաթվեք իրար, հա, այսպիսի սիրուն նկար եղա։ Ստեղ արդեն Գեթսեմանի այգին է, ստեղ արդեն այնտեղն է, որտեղ Հիսուսին դրեցին գերեզման, ես այդ տեղը մոտ նկարվեցի ու ստեղ է, որ ներսում գրված է ինչ եք կենդանու մեռելների մեջ փնտրում։ Այս էլ մի տեղ է, որտեղ դու հասկանում ես, որ այո, դու եկել ես ինչ-որ մի գերեզման տեսնաս, եկել ես սովորական մի մարդ, որ գնում է ինչ-որ մի գերեզման, տեսնում է խաչքարը, հասկանում է, որ ում գերեզմանն է, ստեղ դու գալիս ես, հասկանում ես, որ ում գերեզմանն է, բայց հասկանում ես, որ ստեղ մարդ չկա։ Եվ այս ամենամեծ բարի լուրն է այս աշխարհում, որ ասվեց որ անձամբ ես ինքս նորից ու նորից, նես չի, որ ես չեմ հավատում, որ աշակերտներն ասել են, որ նա կենթանի է, բայց դու էլ ես համոզվում, որ նա կենթանի է, որտեղ իր գերեզմանը դատարկ է։ Եվ ասում է 500-ից ավել մարդ տեսա, որ ինքը հարություն է առել եւ իրանք այդ Երիքոնի բանից ճամփեցին, ճանապարհեցին երկինք, որտեղ որ ինքը պետքա հետ վերադառնա։ Պատկերացնում ես, մտնում ես այդ գերեզման ու տեսնում ես, որ դա դատարկ է։ Բայց ես ասեմ, որ սա գերեզմաններից մեկն է, մի քիչ եկով կա մի հատ ուրիշ գերեզման։ Ես կարծում եմ, որ այդ տարածքում է գտնվում նաև հայկական մասը։ Այդ գերեզմանը բաժանված է 3 մասի՝ հայկական, հունական եւ կաթոլիկ եկեղեցիների մեջ,
ընդեղ էլ երևի նկար կլինի, ընդեղից էլ ցույց կտամ։ Էս էլ հետո են ոնց որ հայտնաբերել, էլի գերեզմանատունը համարում են թե Հիսուսինն է։ Անենց է որ ես կարծում եմ թե որ այն մի գերեզմանն է, այն էլ է դատարկ, էս էլ է դատարկ, այն մի գերեզմանն է ավելի շատ համընկնում, որտեղ նա շատ հին է, Էս վերջերում են հայտնաբերել։ Այնպես որ էս սովորական նկարը գնա առաջ։ Հա, արաբները մենք քանի որ Բեթլեհեմում էինք, Բեթլեհեմում արաբական թաղամաս էր, ամբողջ Բեթլեհեմը արաբներն էին բնակվում, այնտեղ հրեաներ չէին գնում։ Մենք որպես տուրիստներ, ռուսներ, հայեր գնում ենք եւ հենց որ իմացան մենք հայ ենք, այս արաբները մեզ շատ սիրում են, ասեմ ձեզ, շատ են սիրում հայերին։ Հենց որ իմացան մենք հայ ենք, մեզ համար սեղան դրեցին, տեսեք, սկսեցին հյուրասիրել, ես ու Երեմը նստել ենք, փողոցի մեջ, որտեղից որտեղ, ճարեցին մի հատ սեղան, 2 հատ աթոռ, բերեցին մեզ համար դրեցին, վերջը, պատրաստեցին այդպես համով կերակուրներ, մեկ էլ տեսանք մի հատ երաժշտություն են դրել, Ռոմա, դու լսեք պետք, քեզ խնդրում եմ մի գնա, մի բան ոչ եմ պարում, ես ու Երեմը ծիծաղից տուլացել ենք, վայ, վերջը, անցի առաջ, Դավիթ ջան, լավ, այս Բեթլեհեմն է, ստեղ աստղը, որ եկավ, իջավ, տեսեք, եթե մոտի կլներ, չգիտեմ ոնց կարելի է, այնտեղ խանձարուրի մեջ, եթե տեսնում եք հենց ներքևում, հա, ներքևում, այդ տեղն է, որտեղից ոնց որ սարքել են այդ ամբողջ բանի տարածքի վրա։ Հիմա հաջորդը վիդեո է, խնդրում եմ կարաս իջնենք պատվալը, որտեղ որ սրա ներքևն է գտնում, հենց սրա ներքևը։ Ու ես այդտեղ շատ հետաքրքիր հայտնություն ստացա, կուզեմ կիսվել, չգիտեմ, այդ վիդեոն կլինի թե չէ։ Չէ, էսը թող մնա, ոչինչ, էս էլ նոր խոսեցինք։ Էս այդ տեղն է, որ դրել են Հիսուսին և այդ տեղը դատարկ։ Գիտեք չէ, որ պլաշինիցան, այդ շորը, որի մեջ փաթած է։ Լավ, շարունակի, հաջորդը, եթե գտնես այդ հա, այս է, նայ։ Ստեղից իջնում է պատվալային հարկ ու հենց այդ ներքևում է գտնվում այդ որտեղ որ ծնվել է Հիսուսը։ Ստեղից մի հատ խոսք եմ ուզում ձեզ ասեմ, ես ինչ հայտնություն առա ստեղ։ Ուրեմն, երբ որ Հիսուսը գալիս է Բեթլեհեմ Մարիամի հետ, մենք որ բարձրացանք այս տեղը, մոտ 500 մետր սարի վրա էր։ Այդ ամբողջ Բեթլեհեմում շատ բաներ կար, ասա, հյուրանոցներ կային։ Եվ պատկերացրեք, ես պատկերացնում եմ, ոչ մի այդ հյուրանոցում տեղ չի եղել Հիսուսի համար։ Ոչ մի տեղ։ Մենք ոտով այս սարերով ես ու Երեմը բարձանում ենք այս վերև։ Բարձացանք ու հասկացանք պատկերացրու, այսքան տեղեր կան, այսքան լավ տներ կան, նորմալ ինչ-որ վերջը, այդ ժամանակվա համար տեղեր ա եղել, հյուրանոցներ ա եղել, ինչքան մարդ ա եկել քաղաքը և մեր տիրոջ համար տեղ չի եղել։ Ու մեկի գոմում ա տեղ եղել, պատկերացնում եք, այդ տեղը, որ հիմա տեսնում եք, էդի գոմ ա եղել։ Մեկի գոմում ա տեղ եղել, կապել են էշին ընդեղ, Մարիամի հետ իջել են այդ ներքևը, այդ սենյակը, որ հետո կտեսնանք էլի, այդտեղ ծնվել ա մեր Տեր ու Փրկիչը։ Այդքանը ես սենց մտածում եմ ու մեկ էլ ինչ պատկերացրեցի։ Պատկերացրեք, այդ տեղը աշխարհի ամենավատ տեղն է, որ մարդ կարա ծնվի։ Գոմ, կեղտ, թրիկ, անասուն, ոչ մի մարդ։ Կարա հիվանդություն լինի, բացի ինչ ասես կարա լինի։ Այդ տեղը աշխարհի ամենավատ տեղն է։ Անցնում է 2026 տարի, ես գալիս եմ ընդեղ ու ես հայտնություն եմ առնում։ Այդ տեղը, այդ քաղաքի համար մեկ կարևոր տեղն է։
Ու ես հասկանում եմ մի բան, երբ որ Հիսուսը ծնվում է մարդու կեղտոտ սրտի մեջ, այդ տեղը դառնում է հետո աշխարհի համար մեկ կարևոր տեղը։ Ու ես այդ հայտնությունը առա, ուզում եի ձեզ հետ կիսվել այս հայտնությունը, ու ասեմ, որ երբ որ Հիսուսը ծնվում է քո սրտի մեջ, ինչքան էլ կեղտոտ եղած լինի քո սիրտը, ինչքան էլ սատանան չար բաներ լցրած լինի քո սրտի մեջ, Տերը մաքրում է իր արյունով, լվանում է իր խաչով, իր ծնունդով, այդ տեղը դառնում է ամենակարևոր տեղը քո կյանքի մեջ։ Լավ պահի քո սիրտը, որտեղ ծնվել է Հիսուս Քրիստոս։ Մի թույլ տուր, որ գա ու աղբը լցնի այդ տեղը։ Ինքը արդեն այդ աղբը մաքրել է քո սրտում։ Շարունակի, խնդրեմ։ Մի բան ստանում եք, թե չէ հայտնություն, Տերը օրհնի ձեզ։ Այս այդ տարածքի վերևի մասն է, ասեմ ձեզ, Բեթլեհեմը կառուցել են ի ուրախություն մեզ հայերիս, մեր թագուհին։ Մեր հայ թագուհին է կառուցել հսկայական տաճար, մեծ տաճար, այդ ամբողջ տարածքի վրա։ Ելիզավետա թագուհին 70 հատ, պատկերացրեք ոչ միայն այս, այլ նաև 70 կարևորագույն տեղերում, որտեղ եղել է կարևորագույն բաներ, մեր այս հայ թագուհին կառուցել է 70 հատ տաճարներ, հայկական գրերով, հայկական բաներով, որ գնացինք մենք շարունակի, ես մենք այս հայկական եկեղեցու տանիքին ենք, այս մարդը անունը Սամվել Սերոժն էր հովիվը, տեղի տարավ մեզ ցույց տվեց, հիմա մեզ հյուրասիրեց, էլ սուրճ հյուրասիրեց, Հայաստանից բերած սուրճ հյուրասիրեց, հա վերջը հյուրասիրեց մեզ, տարավ այդ կրիշից ցույց տվեց այդ ամբողջ տարածքը, ասма հետո մի մասը տվել են հույներին, հիմա բաժանված է հայկական ու հունական մասերի, մենք հայկական մասում ենք, տանիքում ենք արդեն տենց վերախոյանում մեր հայկական տեսնում ենք առաքելական տաճարը իրա հետ էլ շատ ջերմ զրուցեցինք, շարունակի, հա, այստեղ կերամիկան հայկական բաներն են, ասա, մասնագետներն են այս կերամիկայով զբաղվում ու կարելի ասել չկա եկեղեցի, որտեղ չլինի հայկական կերամիկան ու իրանք ամբողջ այդ կապույտ տաճար գոյություն ունի, այդ տաճարը ամբողջովին հայկական կերամիկայով է պատված, Զալատոյ կուպլ, երևի տեսել եք։ Այդ Զալատոյ կուպլի ամբողջ կողքերը կապույտ հայկական կերամիկայով է արված, ընդ որում առել են էլի արաբները, պատկերացնում եք, արաբներն են առել։ Խնդրեմ շարունակի։ Այս արդեն երեկոյան մենք գալիս ենք ու քննարկում ենք ինչեր ենք ստացել, ինչ տեղ ենք եղել, ամեն տեղ հիշեք, ամեն տեղ չես կարող ուղակի անցնես այդ տեղով, երբ որ իմանում ես տեղ մի մեծ կարևոր բան ա եղել, այդ տեղում մի 2 ժամ անպայման աղոթք ենք անում, գնում ենք սառաջ ու հետո երեկոյան քննարկություն ա լինում, թե ինչ ենք ստացել, երեկոյան աղոթք ա լինում, շփում ա լինում, շատ հետաքրքիր ընթացք էր, այնպես որ շատ հնարավոր է մի հատ տուրել լինի ու մեր եկեղեցուց շատերին խորհուրդ եմ տալիս գնալ մասնակցել այդ տուրին։ Կարող է իրար հետ գնալ։ Տեսնեք, գնա առաջ, Դավիթ ջան, առողջություն։ Այս արաբ մեր վարորդն էր։ Ուրեմն դե ես արաբերեն չգիտեմ բնականաբար, բայց կարողացա այս մարդուն լավ քարոզել, այնքան որ ինձ ամեն անգամ տեսնում էր, գալիս էր ասում էր no smoking, էլ չեմ ծխում, գալիս էր ինձ ասում էր էլ չեմ ծխում։ Հենց տեսնում էր գալիս էր ասում էր էլ չեմ ծխում, հələ տեսեք մատանի վրա ինչ եք տեսնում, հետաքրքիր։ Եվ Բեթլեհեմի աստղը։ Այնտեղ իսկապես այդ Բեթլեհեմի աստղը այդ իրանց նշանն էր, այդ իրանց բանն էր ու իրականում հրաշալի էր, բայց շատ լավ էր, շատ հետաքրքիր էր, որ տենց հետաքրքիր մարդ էր մեզ հետ ուղեկցում էր։ Այստեղ կանգնած ենք, եթե հեռվում կտեսնենք ոսկյա կուպոլը, այս ամբողջ կողքերը, այս կապույտ կերամիկան արել են հայերը, այս մեր կերամիկան է։ Այս տաճարը ուզում եմ բոլորդ իմանաք, երբ որ Իսրայելի նկարը կտեսնաք, կհասկանաք, այս պատը, այդ լացի պատը այս կողմն է, հենց այսի լացի պատն է,
հա, Ստենա պլաչին, ընկնում է այս կողմերը։ Այս տաճարը արաբական, մուսուլմանական տաճար է։ Ես ձեզ ուզում եմ ասեմ, Հիսուսը գալու է այն ժամանակ, երբ որ կառուցվի այստեղ կառուցվի նոր տաճարը։ Նոր տաճարի քարերը հավաքած, համարակալած դրած են։ Բայց այս քանի որ այս կառույցը կա, այդ տաճարը չեն կարող կառուցել։ Հասկանում եք։ Տաճար կառուցելը մի քանի ամսվա գործ է, բայց Աստված հետաձգում է, այս երկուսի մեջ կռիվը դրել է, հետաձգում է, որ այս տաճարը կամ պիտի պայթացնեն, ես չգիտեմ, կամ պիտի քանդեն, կամ պիտի տեղափոխեն ուրիշ տեղ սարքեն, որ կառուցվի նոր տաճարը, եւ որ պետքա գա Սատանայի որդին, որը կոչվելու է Ների որդի, 666 նշանով, դուք լսել եք այդ բաները, եւ նստի այդտեղ։ Բոլորին խոստանա, խաղաղություն է լինելու աշխարհում, լիություն է լինելու, ոչ մեկի հետ չի կռվելու։ Խոստանա այդ ամեն ինչը եւ լինի այդպես խաղաղություն եւ ինքը գա նստի այդտեղ։ Եվ դրանից հետո գալու է հազարամյա թագավորությունը, որտեղ մեր Տերը կգա եւ իրան դուրս կվռնդի տեղից ու կլինի Հիսուս Քրիստոսի երկրորդ այցելությունը այս երկրի վրա։ Այնպես որ այս տաճարը քանի դեռ կա, ուրեմն իմացեք, հələ չի կառուցվում նոր տաճարը։ Բայց քանի որ Իսրայել պետությունը չկար, մենք տեսնում ենք, որ Իսրայել պետությունը 48 թվականին ստեղծվեց Իսրայել պետությունը։ Ու կամաց Աստծո խոսքը կատարվում է, ուզես թե չուզես, հավատաս չհավատաս։ Եթե գրված է կատարվելու է, վերջ։ Գնանք առաջ։ Այս Գեթսեմանի այգին է։ Այս ծառերը, որ դուք տեսնում եք, այս են ձիթենյաց ծառերն են, որտեղ Հիսուսը հավաքվեց աշակերտների հետ ու սկսեց աղոթել։ Խնդրեց, ասեց աղոթեք, այս բոլոր տեղերը մելանք ու ջան, հետո կփոխանցես եղբայրներին, որ տնային եկեղեցիներում կարդան, հիշեն։ Ես պատկերացնում եմ ստեղ աշակերտներով, ասենք, ես եմ, Ահարոնն է, Արամն է, Տիգրանն է, տեց, ես իմ ձևով եմ, ամեն հովիվ տեց է պատկերացնում։ Իրա խմբով հավաքվել է այդտեղ, ասում լսեք, հեսա ես իմ հետ մի բան արնել, ես մեռնելու եմ։ Ոչ մեկ չի հավատում, հասկանում եք։ Այդ նույն վիճակը ես պատկերացնում եմ, որ մարդը կանգնած քո հետ խոսում ասում է, ինձ տանելու են, ինձ խաչելու են, ոչ մեկ չի հավատում։ Եվ այսպես այս Գեթսեմանի պարտեզում իրանք աղոթում էին, այնտեղ քար կա, որտեղ Հիսուս առանձնացավ, գնա առաջ Դավիթ ջան։ Այս այդ նույն տաճարի կողքն է, այս Գեթսեմանի տաճարի կողքն է, բոլոր ազգերի եկեղեցի է կոչվում։ Բոլոր ազգերի եկեղեցի։ Այս էլ այդ քարն է, որտեղ Հիսուսը առանձնացավ ու այդ քարի մոտ աղոթեց եւ ասում է, իր քրտինքը դարձավ արյուն։ Եվ արյան առաջի կաթիլները առաջի տեղը արյուն թափեցինքը։ Պատկերացրու քրտինքը արյուն դարձավ։ Տենց բան մարդու մոտ լինում է շատ մեծ ճնշման, շատ մեծ ճնշում ապրելու ժամանակ։ Առաջանցի։ Այս արդեն գալիս է իրանց ցեղասպանության բանը։ Այս էլ առաջանցի, այս էլ։ Հա։ Այս արդեն հետ են գալիս գնա իրանց բանը։ Վիդեոներ կա, հա, որտեղ իրանց մեզ տարան իրանց պարլամենտից էլ եմ ուզում խոսեմ մի փոքր, պարլամենտի շենք գնացինք ու հետաքրքիր էր պարլամենտում տեսնել, այդ իրանց ցեղասպանության թանգարանի այդ բանն էլ, այս իրանց պարլամենտն է, պատկերացնում եք։ Ուրեմն ինչ խոսամ իրանց պարլամենտից, ինքը զարգացած, շատ ուժեղ զարգացող երկիր է։ Այս հետևը հələ հետբեր այդ նստարանները տեսնում եք այդ վերևում։ Հետբեր նկարը, այդ վերևի նստարանները, վերևի նստարանների վերևում այդտեղ ապակիով պատված է։ Ամեն մարդ իրավունք ունի գնա այնտեղ նստի։ Ամեն մարդ կարա գնա ներկայացնի ինչ որ մի հարցով եկել է ու այդ հարցով այդտեղ նստի, այդ հարցը ուղարկի պատգամավորներից մեկին ու այդ հարցը քննարկեն։ Իրանք կանչեն, ասեն, արի քո հարցը քննարկում են։ Եվ իրանք շատ հետաքրքիր բան ասեց, որ կա 80-ից 100-ից ավել օրենքներ, որ ոչ թե իրանք են մտածել,
այլ մարդիկ ժողովուրդը մտածել են, ասել են օրինակ լավ չի որ այս ճամփան սենց է գնում։ Այսպես ճամփա դնենք, որ կարճ լինի, մեզ հարմար է, մենք տեղի ժողովուրդ ենք, մենք գիտենք, որ նա ճիշտ։ Ու տենց իրանք շատ օրենքներ են ընդունել, շատ օրենքներ։ Օրինակ կա մի հատ քաղաք, իրանց մոտ կոչվում է Էլլատ։ Այս քաղաքը սվետաֆոր չկա։ Արա պատկերացնես քաղաք, որ կլինի Բատայսկից էլ մեծ, ահագին մեծ քաղաք, Ռոստովի կեսի չափով, սվետաֆոր գոյություն չունի։ Հետո ավելին ասեմ, լավ է, չէ, սվետաֆոր չկա։ Սա տես կալցիոներ են, ամենտեղ կալցիոներ, ու սաղ գիտեն, որ ով է գլխավորը, վերջ, մնացած էլ ոչ մի սվետաֆոր չկա։ Ավելին ասեմ, ոչ մի նալոգ չկա։ Ինչ գործ ուզում ես արա, ոչ մի նալոգ չկա այդ քաղաքի մեջ։ Պատկերացնում եք տես բան։ Լրիվ դրախտ է, չէ։ Հա, կարմիր ծովի կողքին է։ Լրիվ դրախտայի տեղ է, ես ես ասեմ։ Ինչի է այտենց ասեմ էտել, որովհետև այդ քաղաքը երկրին բերում է այնքան մեծ եկամուտ, որ իրան ազատել են նալոգից։ Մարդիկ այնքան բարեխամբյուր ընդունում են տուրիստներին, բանի այնքան մարդ է գալիս, այնքան մեծ նալոգ է տալիս, այնքան շատ եկամուտ է բերում պետությանը, որ այդ քաղաքը ազատել են հարկերից։ Որ այդ մարդիկ մնան, ապրեն ու տենց զարգացնեն։ Ստեղ ես չէի կարա, եթե տեսնում եք իմ կրծքին, հեսա Երեմի մոտ էլ կա այս դրոշը մեր հայկական, ես չէի կարա այդ հարցը չտայի։ Եթե կգտնես այդ տեղը, այդ կուզեմ այդ հարցը բոլորը լսեն։ Քանի որ մենք անցել ենք ցեղասպանություն, հա, այս սպասի։ Քանի որ մենք ցեղասպանություն ենք անցել, քանի որ իրանք շատ ուժեղ պրոպագանդում են այդ մասին ու պատմում եմ ամեն տեղ, ամեն կինոյում դու կտեսնաս հոլոկոստ է, ոնց են կոտորել հրեաներին, ոնց են բան արել, ու ես չէի կարող այդ հարցը չտամ, որ չէ որ մենք հայերս անցել ենք գենոցիդ, ցեղասպանություն, եւ դուք հրեաներդ մինչեւ այսօր չեք ճանաչում մեր ցեղասպանությունը։ Ես որոշեցի հենց պարլամենտում այդ հարցը տամ իրանց։ Խնդրեմ։ Да, идея есть такая хорошая, но вопрос про геноцид армян. Большинство, много стран приняли геноцид армян. И нам, как армянам, очень важно именно слышать, когда Израиль примет геноцид, потому что Израиль пережил так же, как и И как же поднять этот вопрос? Вы слышали, что недавно Беньямин Нетаньяху сам лично принял, говорил об этом. И когда же поднимется этот вопрос, чтобы Кнессет принял? Я забыла сказать, я сказала, что мы тут политический момент. Это тут политический момент. Սա քաղաքական հարց է, ինքը ասեց։ Я уверена, что израильтяне почти все, включая власти, очень бы хотели. Очень бы хотели. Տեսնում եք, իսկապես հрьяաները ուզում են ընդունեն։ Հрьяաները ուզում են ընդունեն, ասում է, բայց սա քաղաքական հարց է։ Ու հարց է հնչում, բայց եթե քաղաքական հարց է, ընչեք ուրիշներից պահանջում, որ իրանք ընդունեն ձեր հոլոկոստը։ Այնպես որ այդ ինձ համար ցավոտ հարց էր ու ես ուզում եի անպայման բարձրացնեմ այդ հարցը այնտեղ աղոթեմ, որովհետև գիտես ինչ կա, երբ որ քո ցավը լսում են, դու էլ կարողանում ես իրանցը լսես։ Երբ որ քո ցավը ընդունում են, դու էլ կարողանում ես իրանցը ընդունես։ Ու հաջորդ հարցը ես տվեցի ու զարմացա, պատկերացնում եք ամբողջ պարլամենտում քանի հատ քրիստոնյա լինի, որ լավ լինի։ Քրիստոնյա երկրում։ Քանի քրիստոնյա լինի։ Մելան Քուրջան հələ ասա։ Ռոման դուք ասես քանի քրիստոնյա։ Արև շատ, քանի հոգի։ Ոչ մի հատ քրիստոնյա։ Պատկերացնում եք։ Ոչ մի քրիստոնյա դեպուտատ չունեն, ոչ մեկ հատ։ Ես զարմացա, թե ինչ աստիճանի ատելություն կա քրիստոնյաների նկատմամբ, Քրիստոսի նկատմամբ։ Ես զարմացա։
Պատկերացրեք, 30%-ը 40 մուսուլման են պարլամենտում, մնացածը յուդայիստներ են եւ ոչ մի հատ քրիստոնյա։ Երկիր, որ ուղակի ամբողջ աշխարհի քրիստոնյաները այսօր պաշտպանում են Իսրայելին։ Տրամպի նկարը մեծ դրած, բայց ով է Տրամպը քրիստոնյա չի։ Այսօր Ամերիկան պաշտպանում է քեզ։ Եվ իմ խնդրանքն է մեր եկեղեցուն աղոթել Իսրայելի համար։ Ասեն աղոթեք, ով որ օրհնի Իսրայելի տունը օրհնված կլինի, գրված է, ով որ օրհնի Աբրահամի տունը օրհնված կլինի, ով որ անիծի անիծված կլինի։ Դուք մեր ազգի մեջ էլ կլսեք, որ իրանց արհամարում են, հայհոյում են, ասում են ջհուդ են, ջհուդ գիտեք ինչ է, Յուդա։ Մենք պետք է աղոթենք, որ այդտեղ բարձրանա քրիստոնեությունը, կան շատ են, բայց թույլ չեն տալիս, պետությունը թույլ չի տալիս, որ քրիստոնեական ղեկավարներ լինեն, կամ ուրացի քրիստոնեությունը դարձի պատգամավոր եւ այլն, կամ չես կարող, այնպես որ մենք աղոթելու բան ունենք, որ իրանց աչքերը բացվի։ Եվ խոսքը ասում է, վերջի օրերում ամբողջ աշխարհը կընդունի, վերջում դու կընդունես։ Եվ այտենց էլ կա, ամբողջ աշխարհը Քրիստոսի ընդունումը, իր ազգը չի ընդունում։ Վերջում դու կընդունես։ Հիշում եք Պողոսին ինչ եղավ, աչքերը կուրացավ, հետո Տերը բացեց կուրացած աչքերը։ Հենց սենց էլ իրանց աչքերը կուրացած է լինելու այնքան ժամանակ, մինչև որ Տերը բացի իրանց աչքերը։ Այնպես որ խնդրում եմ դու էլ աղոթես իրանց համար, որ իրանց աչքերը ժամանակին բացվի։ Խնդրեմ գնա առաջ Դավիթ ջան, տեսնամ էլ ինչ է մնացել։ Էլ ինչ վիդեո չեմ հիշում։ Ես նման եմ ես մարդու թե չի, հլասեք։ Ուրեմն ես դոմ գերցել է, ով է ես մարդը։ Ես էլ չգիտեի ով է։ Ես գնացել եք, բոլորս գնացել եք ես իրա տուն թանգարանը, ես գիդը տես, որ անցկացում է, ես կանգնած եմ իմ համար, ես նկարի մոտ կանգնած եմ, ես նայես, օ, գերցել ասեց։ Այգին, ես էլ դայվասել որ, ես իցի նման, այս ով է։ Ուրեմն այս մարդը Իսրայելի հիմնադիրն է։ Այս մարդը Իսրայել պետության հիմնադիրն է։ Շշմելու բան։ Կան մարդիկ, որ շատ մեծ գործ են, օրինակ ես եկեղեցու շինարարության մեջ ամոթ չլինի ասել, ես ահագի գործ եմ արել։ Այտենց է թե չի արել չէ, դա։ Գոնե մեկը հաստատի էլի, չլինի ես իձի գովեմ։ Կա գործ, որի մեջ մարդ շատ մեծ ներդրում ունի, շատ մեծ ներդրում ունի։ Հիմա կխնդրեմ մեկն ու մեկին, ափսոս Վարդան ուշադիր չի լսում, Ռոմանն է ուշադիր լսում, Ռոմանին կա հարցը։ Ռոման ջան, այս մարդը Իսրայելի պետության մեջ շատ մեծ ներդրում է արել, քո կարծիքով քանի տոկոս ներդրում է արել։ Բերելա, սարքելա, արելա, այո, մեծ մաս էլի 70%։ Սիրելիներս, հիմա ուշադիր լսեք, այս մարդը ոչինչ չի արել։ Որ ասես մի բան բերելա, մի ինչ-որ եսի ինչ ոչ մի բան չի արել։ Բան չեն այս մարդուն, սենց մեծարում ամենա պատկառելի տեղում դրված է իր տուն թանգարանը։ Գիտեք ինչ է արել, ավելին ասեմ, Իսրայել հրեաները չի խոսել ընդհանրապես հրեաների լեզվով, չի խոսել, գերմաներեն է խոսել, ծնվել է ոչ էլ Իսրայելում, ծնվել է Գերմանիայում։ Բայց սրա արածն ինչ է, որ այդքան մեծարում են այս մարդուն։ Գիտեք ինչ է արել, նույնիսկ ասեմ, խորհուրդ է տվել բոլորին, մակում, տարբեր տեղերում խորհուրդ է տվել, հրեաներին հավաքել, տանել գիտես որտեղ։ Որտե տանի որ լավ լինի։ Ուգանդա։ Պատկերացրես։ Ուգանդա, Աֆրիկայում մի հատ Ուգանդայում տանեն ասլա, այնտեղ մեզի հող տվեք։ Որ մեզ տանեն Ուգանդայում, հրեաները գոնե չկոտորեն, էլի սաղ աշխարհով, մեկ տանեն Ուգանդայում մի կտոր հող ունենակ, պատկերացնում եք։ Ու այս մարդուն այդքան հրեաները հիմար չեն, որ մեկին տես մեծարեն։
Հիմա լսեք, շատ հետաքրքիր բան ասեմ, ինչ է արել այս մարդը։ Այս մարդը տվել է Իսրայել պետության ծրագիրը։ Ընդամենը թղթի վրա վերցրել է ու գրել է Իսրայել պետություն, Государство Իսրայել։ Ու այո, տարել է բան, ասա, OON, հասցրել է OON, ու կարողացել է OON-ում, որ կարդա, մեկը վեր կենա կարդա։ Государство Израиль можно создать в Уганде։ Հիմա կարաք ասեք, որն աստեղի հանելուկը։ Հիմի դու մտածում ես, ասես Հայաստանը թող տանեն Սիբիրում սարքեն։ Ու մարդիկ մտածում են, բայց ինչի Հայաստանը Հայաստանում չսարքեն, որ տանեն Սիբիրում սարքեն։ Ստեղի կարևոր խոսքը ոչ թե Ուգանդան է, այլ Государство Իսրայել։ Որ բոլորի ականջին հնչի առաջի անգամ, որ տենց բան 2000 տարի չի եղել, որտեղ Հիսուսը ասեց, քարը քարի վրա չպիտի մնա, որովհետև դու չընդունեցիր նրան, որ հայրը ուղարկեց քեզ, որ քո համար խաչվեց, քո մեղքերի համար մահացավ եւ հարություն առավ, դու չընդունեցիր, դրա համար կցրվես ամբողջ աշխարհով մեկ եւ բոլորին ծառա կլինես։ Բայց վերջի օրերում, երբ որ աշխարհը ընդունի մեծամասնությունը, դու գիտեք աշխարհի ընդունում է Քրիստոսին։ Ընդունի, նոր ես քեզ հետ կբերեմ, քո երկիրը կտամ նորից, ու ես կգամ, այդ ժամանակ կբացվի քո աչքերը ու դու կընդունես միակ Տիրոջը, միակ Փրկչին, որ քո մեջից է դուրս եկել։ Եվ Գերցելը ասում է այդ մասին։ Государство Իսրայել։ Եվ բոլորը, երբ որ խոսում են Государство Իսրայել, հետո որ ասում են Ուգանդա, ասում են, բայց ինչի Ուգանդա։ Հասկանում ես։ Ուտեղից առաջի քայլերը այս մարդը սկսում է անել ու սկսում է գրել գիրք, ոնց պետքա լինի Государство Իսրայել։ Ոնց որ գրում է, ինքը չի էլ տեսել այդ պետությունը։ Պատկերացնում եք։ Ինքը մահանում է մինչև պետության սկիզբը, ոնց որ գրում է, այտենց էլ սաղ Իսրայելը լինում է, ամենազարգացած, ամենալավ երկրներից մեկը, ու այսօր այո, զարգացած լավ երկրներից մեկն է, և հենց այդ է, որ Государство Իսրայելը ծնվում է այս մարդու, ոնց որ գրված գրքի շնորհիվ և ինքը բերում է այդ գաղափարը, Государство Իսրայել, դե թող գնա, ես էլ ինձի շատ նման մարդ է, ինչ ասեմ, այտենց հետաքրքիր բան ստացվեց, Maman dit que lorsqu'on cherche bien, on finit toujours par trouver. Elle dit qu'il n'est jamais trop loin, qu'il part souvent travailler. Շարունակի, Դավիթ, հաջորդ։ Да, идея есть такая. Վերջ է երևի։ Հա, այս էլ Աբրահամի նայեք, ես ներսն եմ ուզում ցույց տամ, կերևա թե չէ, Աբրահամի գերեզմանը ներսը ուզում եմ ցույց տամ։ Շաճոր է, էլի, ոնց որ պատկերացրեք, այդտեղ դրա մեջ է դրված արաբական տառերով գրված արաբական անգլերեն Սարայի կողքն է։